Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է հիմնադիր Զավակներ նախաձեռնության համահիմնադիր Բժիշկ Հայկ Մանասյանը։ Բարև ձեզ, պարոն Մանասյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Նախ խոսենք Վաշինգտոնում կնքված հայտարարության մասին, բայց մինչ այդ խոսենք այն արձագանքներից, որ Թուրքիայից են հնչում եւ ճանապարհի հետ կապված, թրիփի եւ մասնավորապես ընտրությունների հետ կապված։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը անդրադառնալով Հայաստանի առաջիկա ընտրություններին նշել է, որ 2026-ի հունիսին Հայաստանում ընտրություններ են լինելու, որոնք այս գործընթացի մի կարևոր հատված են լինելու, նկատի ունի թրիփը։ Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ սոցհարցումներով Փաշինյանը առաջատար է։ Այս հարցում աջակցում է նրա կառուցողական դերակատարությունը, անհրաժեշտ է, որ այդ գիծը եւ այդ կամքը շարունակվի։ Այսինքն Հականը ըստ էության ասում է, որ լավ կլինի, որ շարունակվի աջակցությունը Փաշինյանի եւ նա վերընտրվի։ Իրենք իրենց տեսանկյունից են ներկայացնում, այդ որ ասում առաջինն է, քանի տոկոսով առաջինը։ Իսկն հանրության կամ ընտրողների քանի տոկոսն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը։ 15% լինի։ Սա ձեռքի հետ էլի։ Այսինքն որպես այդպիսի Նիկոլ Փաշինյանի գումարային լեգիտիմությունը շատ ցածր է պետական մասշտաբի նախաձեռնություններ լեգիտիմ ձևով այդ նախաձեռնությունները անելու համար։ Սա իմիջայլոց։ Եվ երկրորդ փաստացի մարդիկ խոստովանում են, որ իրանց ձեռնտու է այս դրությունը, թեկուզ այդ ցածր ռեյտինգով, բայց իրանց ուշն ու միտքը բնականաբար որպեսզի իրենք կարողանան փոկել Հայաստանի առանց դրա դիմաց բավականաչափ հարգալից եւ պարտավորված լինելու փոկել Հայաստանից այդ միջանցքը եւ իրենք դա փոկելու են այլ բան թե հայ ժողովուրդը հայ քաղաքական էներգիան ավյունը կկարողանա այդ ամեն ինչը կամ կանխել կամ հոգուտ պետականության, հոգուտ ազգային շահերի օգտագործել։ Չէ՞ մարդիկ կոնկրետ ասում են ավելին, սենց բանը ընդհանրապես տվյալ երկրի ներքին քաղաքական ընտրություններին միջամտելը անթույլատրելի է, իսկ դրա վրա ձեռքեր տաքացնելը բավականին կոպիտ տոն է, էլի, հատկապես արտաքին ուժերի համար, հատկապես այնպիսի ուժերի համար, ինչպիսին է Թուրքիան։ Բայց մարդիկ չեն ամաչում, չեն թաքցնում եւ բացահայտ ներկայացնում են, որ դա իրանց ձեռնտու է, ավելին այսինքն ներքաղաքական որոշումներում հայ ժողովուրդը, հայ ընտրողը սուբյեկտ չի, սուբյեկտը իրանց համար Նիկոլ Փաշինյանը, ոնց որ ասենք, կարա սուբյեկտ լինի Անգլիայի թագուհին կամ թագավորը։ Իրանց համար մի հոգի է այդ սուբյեկտ ու իրանք ուրախ են, որ այդ սուբյեկտը այն մյուսների համեմատ, մրցակիցների համեմատ ավելի բարձր ռեյտինգ ունի, նրանք 3% ունեն, այն մեկը 7% ունի, նրանք 13% ունի Նիկոլ Փաշինյանը կամ 15%։ Բայց նրանք կարող են աջակցել, որ Փաշինյանը վերընտրվի։ Իհարկե, ու նրանք աջակցելու են։ Մենակ տեղեկատվական պայքարում, ֆեյքերով, չգիտեմ, տարբեր տեխնոլոգիաներով, իհարկե, սպառնալիքներ, սպառնալով եւ սպառնալու, չսպառնալու խոստում տալով։ Ադրբեջանն ինչ ասում, այսօր Նիկոլ Փաշինյանն ինչ են ասում, խաղաղություն է, չէ՞, ասում, տեսնում եք, խաղաղություն է, չեն կրակում, այսինքն ինչ են ասում։ Տեսեք, մեզ թույլ են տալիս, որպեսզի մենք շնչենք, այսինքն մի լավություն են անում, էլի, իրենց ապիկարությունը, որ իրենք հասցրել են այնտեղ, որտեղ քո շնչել չշնչելը կախված է նրանցից։ Դա ծախում են մի հատ էլ մեր վրա որպես լավություն։ Գերիներ են ազատ արձակում, հնարավոր է էլի ազատ արձակեն։ Այսինքն նրանք ունեն բազմաթիվ լծակներ, միամիտ, ապա քաղաքական հայ ժողովրդին եւ այդ ժողովրդի վերնախավին էլիտաներին համոզելու համար նրանք այդ գործիքներն ունեն։ Ես մեն խաղաղություն է հաստատում, դրա համար էլ ընդառաջ քայլեր է անում Ադրբեջանը։ Ոչ, դու հանձնում ես միջանցքը, դրա համար էլ խաղաղություն է հաստատում, բայց չեք անում։ Ինչպես ենք։ Դուք չեք հանձնում կոնկրետ, բայց Նիկոլ Փաշինյանը հանձնում։ Տեսեք, այստեղ պետք է մի քիչ ավելի առաջին հայացքից բարդ բաներից խոսանք, որոնք պարզ բաներ են, էլի։ Ուրեմն սեփականության իրավունքը, եթե մի բան քո սեփականն է, դա քո սեփականն է ոտքից գլուխ, դու ունես դա տնորինելու, տիրապետելու, այսինքն ունենալու, օգտագործելու եւ տնորինելու իրավունք։ 3 հիմնական բաղադրիչ ունի սեփականության իրավունք։ Եթե մի բան քոնն է, պետությունը, հողը, տարածքը, ինչ կապ չունի ինչա։ Եթե դա քոնն է, իմն է, ապա դա ինձ մոտ է առաջին։ Երկրորդ ես դա օգտագործում եմ ոնց ուզեմ, եւ երրորդ ես դա ճակատագիրը կարող եմ որոշեմ ոնց ուզեմ, կարող եմ նվիրեմ, կարող եմ ծախեմ, կարող եմ ոչնչացնել, ինչ ուզեմ կանեմ։
Դա Բայց հիմա սեփական ամբողջությամբ իրենցը հիմա չի։ սպասեք։ Գոյություն ունի 74% օրինակ իրենցը։ վարձով վերցնել։ Վարձով վերցնողն ինչ անում, ասում է փող կտամ, ժամանակավոր տուր օգտագործեմ։ Սա սեփականության իրավունքի մի կտորից արդեն օգտվել է, բայց փողի դիմաց, վճարի դիմաց։ Գոյություն ունի սահմանափակ օգտագործման իրավունք, երբ որ չեն վճարում, բայց ասում է սահմանափակ չափով ես դա կօգտագործեմ, սերվիտուտ է կոչվում։ Սերվիտուտային իրավունք, այսինքն ձեր սեփականությունից ես սերվիտուտային իրավունքով օգտվում եմ։ Դրա համար չեմ վճարում, դա վարձով վերցնել չի։ Ես առանց վճարելու որոշակի իրավունքներ ունեմ։ Օրինակ, դուք ունեք մի հողամաս, որտեղ գյուղը կամ քաղաքը ասում է, գիտես, ես ճանապարհ պիտի անցկացնեմ, այս հողամասիդ այսքան տեղը սերվիտուտով տուրի ինձ, էլի քոնն է։ Բայց ես այդտեղով ճանապարհ է ինձ պետք գնալ գալ։ Դե դուք էլ չեք կարողանում ենթադրեք դրան ընդդիմանալ, վերցնում են օգտագործման սահմանափակ իրավունքներ եւ օգտագործում են դա։ Հիմա Սյունիքի վրա Ադրբեջանը վերցնում է սերվիտուտով օգտագործելու իրավունք։ Թրամփն էլ դրա հետ համաձայն է։ Թուրքիան էլ շատ ուրախ է, բայց դա արդեն քո սեփականության իրավունքի սահմանափակում է։ Եթե օրինակ դուք ձեր տունը վարձով տվել եք մեկին, ենթադրենք 1 տարով, այդ մի տարվա ընթացքում ձեր սեփականության իրավունքը սահմանափակված է փողի դիմաց։ Դուք չեք կարող գնաք օրվա ցանկացած ժամին մտնեք, ասենք եթե վարձով եք տվել բնակարանը մեկին, օրվա ցանկացած ժամին մտնեք, ասեք ուզում եմ ստե քնեմ ես։ Կասեն դուրս արի, այ ընկեր, օգտագործման իրավունքը մերն է։ Ասում են կառուցապատման իրավունք ենք տվել։ Վարձակալության իրավունք չի նշված։ Մի րոպե, էլի սպասեք էլի։ Ամերիկացիների մասին չի խոսքը գնում Ադրբեջանի մասին։ Հայաստանը Ադրբեջանին տվել է իրավունք Սյունիքը սահմանափակ չափով օգտագործելու։ Այ այդ չափով ինչքան դու տվել ես այդ իրավունքը, այնքանով էլ սահմանափակել ես քո իրավունքը։ Բայց ուշադրություն, սա վարձի դիմաց չի։ Սա վարձով տալ չի։ Ամերիկային ես դու ասում վարձով կտամ։ Ստորագրելով, որ Ադրբեջանը դրանից օգտվելու է։ Դա ձրի։ Միտքս ասես հացքը Այդ ճանապարհը, որ Նախիջևանին իրեն կապվելու։ Խոսքը նրա մասին չի, այո, Նախիջևանին կապը, դա ոչ թե Ադրբեջանը փող է տալու, որ նա կապ ունենա։ Հասկանու՞մ։ Միգուցե ապրանքները, տրանսպորտները, ովքեր որ գնում գալիս են, Ադրբեջանը իրավունք է ունենում դա օգտագործել սերվիտուտային հիմքով։ Հիմա ժողովուրդ ջան, ուզում ենք բարձրանանք օդ, ուզում եք իջնենք ցած։ Էս դրած է։ Եվ Նիկոլ Փաշինյանը ենթադրում եմ, որ պատերազմից վախենալով, երկրի անկարողություններից վախենալով համաձայնվել է սրան։ Ու հերիք չի համաձայնվել է, փոխանակասեն, օրինակ, հիմա ես ասում եմ, ժողովուրդ ջան, մենք վերջ առաջ այս իրավունքը պետք է վերադարձնենք մեզ։ Սա չի կարա երբեք այդպես հավերժ մնա Ադրբեջանի մոտ։ Չի կարա այս իրավունքը, սերվիտուտի իրավունքը, չի կարա մնա Ադրբեջանի մոտ։ Այսինքն վաղը ես լինեմ երկրի ղեկավար, 1 տարում չհասցնեմ, 5 տարում, 5 տարում չհասցնեմ, այնպեսի երկիր պետք է կառուցեմ, ամրացնեմ, որ մի օր ասեմ ընկեր, դու ստեղից գնալու գալու, այ հիմա փոխի ճանապարհդ գնա ենթադրենք, չգիտեմ, Գորիսով կամ չգիտեմ, Իջևանով, բայց ոչ թե նրա պահանջած երթուղով, նրա ուզած ճանապարհով դու գնաս ստորագրես, որ ես համաձայնվում եմ սրան։ Սա տանում է հասցնելու է նրան, որ վերջը այս պայմանագիրը, որ հիմա ամերիկացիների են, սա նախերգանքն է։ Ամերիկացիները ստե գարանտ են կանգնում նախ Ադրբեջանի համար, նախ Ադրբեջանի համար։ Սա Ադրբեջանի իրավունքների սպասարկում, սա Հայաստանի իրավունքների սպասարկում չի։ Ընդամենը Ամերիկան Հայաստանին ասում է, պատերազմ չի լինի, բայց դու նման դեպքերում ավելի լավ է զորով սա հանձնես, պատերազմ մի արա, ժողովուրդ ջան, պատերազմ չեք ուզում, նահանջեք ուղղակի նահանջեք, ասեք, արի գնա անցի, բայց ես իմ կոտրված ձեռքով չեմ ստորագրի, որ այս իրավունքը հանձնում եմ ձեզ, որովհետև այդ ստորագրությունը հետ բերել, Հայաստանի սուվերենությունը վերականգնել, դա շատ դժվար է լինելու ու չի բացառվում, այդ արունը այսօրվա ապրողները դնում են իրանց երեխեքի վրա, դա չի բացառվում։ Բայց վերջը դա պիտի լինի։ Սա անվտանգություն մեզ տալիս է թե ոչ, որովհետև ասում են, որ սա անվտանգային բաղադրիչ է պարունակում, ԱՄՆ-ը եթե միլիարդավոր դոլարներ ներդրում է այս ծրագրի մեջ, նշանակում է շահագրգռված է, որ խաղաղ լինի Հայաստանը։ Մեր եվրոպամետ հայրենակիցները շատ լավ էդի ժողովրդի շրջանում ներկայացրել են, որ ահա Ռուսաստանին մենք չենք ուզում գնանք միանանք, մեր անկախությունը եւ այլն։ Օրինակ, Ռուսաստանին որ միանաս, մեկը կարա գա
քո անվտանգությանը, ասի սես չինենց, հա։ Օրինակ եմ ասում, բայց դա նշանակում է, որ դու քո սովորենությունը հանձնես անվտանգություն։ Թուրքիայի կազմել, որ մտնես, էլ թուրքերը քո վրա չեն հարձակվի։ Որ Հայաստանը հանձնենք Թուրքիային կամ Ադրբեջանին, էլ մեր վրա չեն հարձակվի ադրբեջանցիները կամ թուրքերը։ Եվ այդ գնով անվտանգություն ասելը դա բան չի, տրամաբանական խնդրեմ չի։ Ինձ համար խնդրեմ է, երբ որ մենք ասում ենք անվտանգություն, նկատի ունենք մեր ինքնիշխանության պայմաններում, չէ՞, հո չենք ասում մեր ինքնիշխանությունը հանձնենք, դիմացը վերցնենք անվտանգություն։ Բայց այդ փաստաթղթով այլ բան է գրած։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային եւ մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են եւ անքննարկելի։ Ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները ֆիզիկական ներկայություն են պահպանում Հայաստանի Հանրապետության սահմանային եւ մաքսային բոլոր հաստատություններում։ Այդ մի բառով կոչվում է սերվիտուտ։ Այդ մի բառով է ինչքան որ գրած է։ Դա նշանակում է սերվիտուտային իրավունք ես տրամադրում մեկին, ով դրա հետ կապված որևիցե դրա իրավունքը ոչ մի ձևով չունի։ Չկա միջազգային մի օրենք, մի իրավունք, բացի ուժի իրավունքը, բացի ուժի, բիրտ ուժի, սպառնալիքի, ուրեմն գործոնը, այլ որևիցե մի հիմնավորում չկա։ Դախի պիտի ինքը այս ամենը Այսինքն ասում են, որ Հայաստանն է վերահսկելու, խնդիր չկա։ Այնինքն սերվիտուտային իրավունքը ձեր հողն է։ Ասում ձեր հողի միջով հիմա ձեր բնակարանից միջանցք ենք բացում, դուռը ծեծելու ենք, ուշադիր, հռկոպալի չէ։ Դուռը ծեծելու ենք, խնդրելու ենք, ասենք ձեր բնակարանն է։ Խնդրում ենք, այս պատժեստից այն մյուս պատժեստ մենք պետք է անցնենք։ Դուռը բացեք, դուք դուռը բաց, դուք չեք կարա դուռը չբացեք։ Մենք էլի դուռը ծեծելու ենք, բայց դուք չեք կարա դուռը չբացեք։ Դուք չեք կարա ասեք իմ տան միջով չանցնեք։ Էլի ձեր տունն է, ձեր գորգն է, ձեր կահկարասին է, կահույքն է, ամեն ինչ ձերն է։ Դուք նույնիսկ կարաք ստուգեք, որ ես հանգարց հետս զենք չանցկացնեմ։ Էլ ինչ եք ուզում։ Դուք կարաք նույնիսկ ստուգեք, որ ես ենթադրենք սանրված լինեմ։ Բայց էլի եմ ասում, դուռը ծեծեցի, պիտի բացես։ Չես կարա չբացես։ Արտակարգ դրություն մցրեց երկրում, նա չի կարա փակի, ասի Ադրբեջանը ստեղով չպիտի գնա գա։ Նա կարա Հայաստանի բոլոր ճանապարհների վրա ասի վերջ։ Արտակարգ դրությունն է երկրում, ոչ ոք չի կարա գնա գա, բայց այդ մի ճանապարհը չի կարանալու դա ասի։ Սա ուրիշ իրավունք է, եւ այդ ամբողջ լոլոները, որ իրանք իբրև թե անգրագետ մարդկանց միամիտ, անկիրթ մարդկանց համոզելու, սիրաշահելու կամ մխիթարելու ջանքեր են, որոնք ըստ էության հաջողված ջանքեր են։ Մարդկանց մեծ մասը ասում հա դες ահագին, բա որ դա չեպե չկա։ Այդքան մանրամասն չի ագրած։ Օրինակ, այդքան մանրամասն չի ագրած, որ եթե դա չեպե չկա։ Դե ապահովագրում են։ Ես ես օրինակ բերեմ, ասենք երեխային մանկապարտեզ ես ուղարկում ու ինչ որ պայմանագիր են տալի, ընդ գրած է։ Երեխային չեն մորթելու, չեն ուտելու, չեն բռնաբարելու, ասես բաներ է։ Ասպետներով իսկ հնարավոր է, այսինքն։ Այսինքն այս մանկապարտեզում ասես բաներ են հնարավոր, մի հատ պիտի ես ուրեմն համաձայնության գանք, որ սա չի լինելու, հասկանում եք։ Փաստորեն ընդհանրապես պետության կարգը չի երաշխավորում այդ ամեն ինչը, որ հատուկ դրա մասին պետքա գրվի։ Եթե դրա մասին հատուկ գրվում է, որ չեն մորթելու, չեն ուտելու, չեն բռնաբարելու, դա նշանակում է այդ մանկապարտեզում երեխուն մի տվեք։ Դա վտանգավոր մանկապարտեզ է։ Հիմա երբ որ մի հատ գործարք են անում, որի մեջ այսպիսի պայմաններ են մանրամասն, բա ինչի օրինակ Հայաստանի մնացած ճանապարհների հետ կապված, մնացած համաձայնությունների հետ կապված այսպիսի բաներ չենք ստորագրում։ Այսպես մանրամասը չեն գրում, որ չեն մորթելու, չեն ուտելու, չեն բռնաբարելու։ Նշանակում է ինստինկտիվ պարզ է, չէ՞, դա բնական է, որ չի էլ կարա այդպեսի բան լինի։ Մենք 74%-ը տվեցինք Սա նշանակում է, խնդրում եմ, մի հատ կետ ասեք, մի հատ կետ ասեք։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային եւ մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են եւ անքննարկելի։ Նշանակում է, մենք մի գործարք ենք անում, որտեղ ռիսկեր կան ինքնիշխանության, իրավազորության, այդ ամենի ռիսկերը կան։ Չէ ասում անգե, սար սերվիտուտ է, այդ ռիսկերը չկան։ Մի պայման կա ուղղակի։ Դու չես կարա դուռը չբացես, երբ որ ես դուռը ծեծեցի։ Քաղաքավարի կծեծեմ, զանգը կտամ, բայց դու պիտի բացես, ու ես պիտի այս բادیեզդից շքամուտքից անցնեմ այն հարևան շքամուտք ձեր բնակարանի միջով։ Երբ որ պատերազմը ավարտվեց, հայտարարություն կնքվեց եւ այդ հայտարարության մեջ կար դա, որ պետք է մենք ճանապարհ տանք, որ գնան իրենք։ Նախիջևանից կապվեն Ադրբեջան, նոյեմբերի 9-րդ կետով։ Այո, բայց գրածա որ դա Սյունիքով է լինելու։
Հա, Սյունիքում Ոչ դες բան չկա գրած։ Սյունիքի անուն չկա այնտեղ, Մեղրի անուն չկա։ Դե տարածքով պետք է տանք, որ ինք Նախիջևանի հետ կապվեն։ Լսեք, եթե Ու խոսք է գնում սահմանապահներն էլ պայմանագրի պետք է մասին, վերահսկեին։ ով ասաց, որ գտի Բայց ընդհանուր ապաշրջափակման գործընթացով էր դա նշված։ Թեկուզ այդպես որտեղ է գրած, որ դա պիտի լինի Սյունիքում։ Մի հատ Նոյեմբերի թուղթ 9-րդ կետով։ չկա տես բան։ Բա որտեղով պետք է Գուցե լավ կապվեն։ չեք հիշում, ես ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, չկա այդպիսի բան որևիցե ոչ նոյեմբերի 9-ի, ոչ էլ Թրամփի հետ ստորագրած, Թրամփի վկայությամբ, ներկայությամբ ստորագրված օգոստոսի 8-ի պայմանագրում գոյություն չունի նման ստորագրություն, նման կետ, որ դա լինելու է Սյունիքով։ Դե որ մասով պետք է լինի, որպեսզի Ադրբեջանը կապվի Նախիջևանին։ Հայաստանի տարածքով պետք է լինի։ Իջևանով հասնում են, Իջևանով գալիս են, Դիլիջանով անցնում են Վանաձորի մոտակայքով, անցնում են, այսինքն ավելի ճիշտ Ֆիոլետովոյով, անցնում են Հրազդանի կողմերով, գալիս են Երևան, գալիս են Երասկ, Երասկից էլ մտնում են Նախիջևան։ Եղավ ուղիղ կապ, հենց պայմանագրի կետերում ինչպես նշված է, Ադրբեջանի արևմտյան շրջանների, Ղազախի եւ Նախիջևանի միջև, ասենք Սադարակի միջև։ Ուղիղ կապ է եղավ։ Իսկ հիմա այս պայմանագրով Հայաստանի ապաշրջափակման հարցը լուծվում է թե ոչ։ Ապաշրջափակման հարցը սրա հետ որևիցե կապ չունի։ Սա պայման է, որից հետո իրենց քմահաճույքն ու հայեցողությունն է։ Կուզեն կբացեն սահմանը, չեն ուզի չեն բացի։ Կուզեն կբացեն, հետո նորից կփագեն։ Ինչ ուզեն կանեն, որևիցե պարտավորություն։ Հա? Թրամփը իրենց կողմից է լինելու, դες չունի։ Պայմանագրերը Հայաստանի տարածքից է տրվել, մեծ մասը իրենց է տրվել։ Վիլսոնն էլ բան է, իրավարար վճիռ արել, որ տրապիզոնը Հայաստան է։ Եվ հենց հիմա դե եկեք գնանք տրապիզոն, որպես Հայաստան ապրենք։ Կարանք Վիլսոնն, անդե Թրամփն, անդե Վիլսոնն։ Չէ, դե բայց Թրամփը գործող նախագահ է։ Հա? Գործող նախագահ է Թրամփը։ Այսօր գործող է, հեսա 2 տարի հետո էլ գործող չի։ 2 տարով է այս ամեն ինչը։ Այնքան որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի ու վերջ, չէ՞։ Էրիկա։ Պետք է Նիկոլ Փաշինյանը ընտրվի 5 տարվա սև գործել կանելու, անի։ Ու տենց վերջ։ Ես այդ հականիկոլական չեմ ուզում, այստեղ հանդես գալ։ Ընդհանրապես դատողություն, տրամաբանություն, ով խելք ունի, ով տրամաբանելու ունակություն ունի, թող վերլուծի։ Այս ասածներս ինչքանով են հիմնավոր, ինչքանով են ուղղակի երևակայություն հորինված։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը անդրադարձել է, ասել է. «Փառք Աստծո, տեսնում ենք, որ Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչվելը նաև Ադրբեջանի ուզածով է լինում, քանի որ, ինչպես ասել ենք, այն կարևոր է միջին միջանցքի համար» եւ շեշտել է, որ ռազմավարական տեսանկյունից թե տարածաշրջանի ձևաչափով Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև ցամաքով միանալը շատ կարևոր է իրենց համար։ Իհարկե իրանց համար, ասիկին նորություն ասած։ Դա մեր ասած Զանգեզուրի միջանցքն է, կան մի քանի տեխնիկական հարցեր, երեք իմ հարգարժան գործընկեր Բայրամովի հետ 2 ժամ զրուցել ենք այս թեմայով եւ այս հարցը նաեւ քննարկելու ենք նախագահի հետ։ Ասել է Ֆիդանը։ Իրենք փաստորեն ողջավորված են, որ Ինչն է սխալ ասե։ Ինչն է սխալ։ Զանգեզուրի միջանցքի եւ շարունակում Զանգեզուրի միջանցք անվանել։ Այդ մարդիկ ինչ կա, էդ էլ ասում են։ Ինչի որտեվ ուժեղ են, թաքցնելու բան չունեն, հաղթող են, իրանք իրանք ժողովրդին խապելու բան չունեն։ Խապելու բան ունի Հայաստանի Հանրապետության վարչակազմը, սեփական ժողովրդին։ Սեփական ժողովուրդն էլ, ապա քաղաքական էլ եմ ասում, ձեռա տալի։ Այն բանը է կոպիտ ասած։ Գիտի որ բանը շահադիտական նպատակներով է տվյալ համագործակցությունը, կա չէ, բայց այդ գրեհիկ բառը չեմ ասում։ Լոխը հենց դրանով է լոխ, որ ինքը գիտի որ իրան գցում են։ Ինքը հասկանում է որ չի կարա այս ամեն ինչը ոնց իրան ներկայացնում են այդպես լինի, բայց ինքը այնուամենայնիվ գնում է այդ գործարքի այդ համաձայնության։ Հիմա ամեն մարդ թող ինքն իր մեջ որոշի։ Եթե դուք ինքնասիրություն ունեք, տրամաբանություն ունեք, այդ ժողովուրդ 100% լուծում կա։ Ամենավերջի վարիանտ, ասում եմ, վերջի տարբերակ։ Թող գա զորով վերցնի, դու մի ստորագրի որ դա տալիս ես։ Ուրիշ դա հիմա որոշել ենք սենց գնանք, եղավ, երկիրը սենց է գնում, առանձին վերցված Մանասյան Հայկը։ Միքայելյան։ Մելի Միքայելյան։ Եվ առանձին վերցված Միքայելյանը Էրմինեն, այստեղ բան չեն կարա փոխեն, բայց առնվազն նրանք կարող են իրենց անհասկացողի տեղ չդնել, առնվազն նրանք կարող են ողջամտությունը չկորցնել եւ վերջին հաշվով պահել են մտադրությունը, որ վերջ առաջ Հայաստանի Հանրապետության սուվերենությունը պետքա վերականգնվի։ Ինչպես այն գրաված տարածքների վրա, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, այնպես էլ ամբողջ Սյունիքի վրա,
եւ Սյունիքի բոլոր ճանապարհների եւ Հայաստանի Հանրապետության բոլոր ճանապարհների վրա։ Դա ինչ պարզ բան է։ Հիմա այս ամեն ինչը փաստորեն արվում է ըստ ձեզ, որպեսզի աջակցություն ստանա Փաշինյանը եւ վերընտրվի ընտրություններին։ Չէ, իրանք ասենց աջակցելու են, դա մեկը մեկի հետ պատճառ հետևանքային կապը։ Եվրամիությունը աջակցում է։ Եվրամիությունն էլ ուրիշ պատմություն է, այս ամեն ինչը իհարկե որպեսզի կանխի։ Հայաստանում հիբրիդային պատերազմը որպեսզի կանխի։ Ինչ հիբրիդային պատերազմ։ Դե այդպես են ասում։ Այդքան պատերազմ կանխող են, թե Ուկրաինայում կանխեն։ Կարան։ Մոլդովայում դե կանխել են հիբրիդային պատերազմը։ Ժորժ ջան, դա էլ մի հատ ուրիշ հեքիաթ է, դա հիմա առանձին եկեք խոսենք հիբրիդային պատերազմների մասին, հետո տենանք դից հիբրիդային պատերազմը։ Իսկ Թուրքիան հիբրիդային պատերազմ չի վարում Հայաստանի հետ։ Ադրբեջանը Հայաստանի հետ հիբրիդային պատերազմ չի։ Կանխող են, թե դրանք կանխեն։ Դե դա չեն կանխում։ Ռուսաստանի դեմ ասացին, պետք է Ռուսաստանի դեմ ոչ մի բան չեն կարդում։ Որ Ռուսաստանը ոտը խփեց գետին, ասեց սենց չլինելու, սենց ալնելու, էթելու են սիրուն, այսպես սուսլիկի նման կանգնեն դեմը։ Ովքեր։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ բոլոր հայտնի քաղաքական ուժերը իրանց ղեկավարներով։ Այսպես գնալու են կանգնեն։ Այդ ուրիշ բան, որ միգուցե ենթադրենք, Թրամփի հետ գործարք են անում, Ռուսաստանն ասում է, հանդիպել են, չէ՞ Ալյասկայում Թրամփն ու Պուտինը։ Ասում է, սա ձերքես, սա ինձ, սա կտեսնենք, զարկը գցենք, ասենք գիրղուշ կանենք, տենց տարբերակ էլ կարա լինի ենթադրել։ Այդ մարդիկ տենց պայմանավորվում են, դու ստեղ հերոս ես խաղում, բանը, Քաջնազարի օրինակով, արևը թե դուրս գա արևելքից, մայր մտնի արևմուտքում։ Ու դուք հավատում եք, որ կարող է, ես էդի ասել եմ մի քանի անգամ, ստեղ էլ կրկնեմ, եթե մի երկրի քաղաքական էլիտա կամ իշխանական էլիտա շամպես վախենում է Ալիևից ու Էրդողանից, նա չի կարա Պուտինի դեմը խոսա որպես ինքնիշխան համարձակ մեկը, որտեղ Պուտինը ավելի սարսափելի կադր է ու կերպար է, քան թե Ալիևը կամ Էրդողանը։ Եթե դու Ալիևից վախենում ես, ոնց, կարողությունները ատոմային տերություն է։ Հերիք չի։ Հերիք չի։ Նկատի ունեմ մեր համար։ Դա ցանկացած ամբողջ աշխարհի համար Պուտինը ավելի վտանգավոր գործոն է, անձ է, քան թե Ալիևը։ Համաձայն եք թե չէ։ Կա աշխարհում մի կետ, որտեղ Ալիևը ավելի վտանգավոր է, քան թե պայքարը Ռուսաստանի դեմ է, այո։ Հիմա ստացվում է, որ Ալիևից վախենում են, Միջանցքը սուսպուս ստորագրում տալիս են, բայց Պուտինից չեն վախենում։ Հեշ չեն վախենում։ Նույնիսկ կարան Պուտինի դեմ խոսան։ Ես բան չունեմ, խոսացեք ինչ ուզում եք, բայց ես հերոս մի ներկայացրեք, որովհետև եթե Պուտինը թողում է, որ դուք խոսաք, ու դուք եթե վախենում եք Ալիևից, ուրեմն դուք Պուտինից առավել եւս մի 100 անգամ երևի ավելի շատ եք վախենում։ Չի կարա մի երկիր վախենա Ադրբեջանի պես, մի հատ տենց տարածաշրջանային գործոնից չի կարա։ Մի երկիր, մի իշխանություն, մի ղեկավարություն եւ մի ժողովուրդ, ով որ վախենում է նրա մասին եմ ասում, ով որ Ալիևից վախենում է նրանց մասին եմ ասում, որտեղ այս խոսքը էլի ասել եմ մի քիչ ոնց որ լավ չեն ընկալել էլի։ Եթե դուք ժողովուրդ, իշխանություն, էլիտա, ով ուզում է լինի, վախում եք Ալիևից, ձև մի բռնեք, թե դուք Պուտինից չեք վախում։ Դուք ձև մի բռնեք, կամ դու Պուտինից թաքուն թույլտվություն եք ստացել իրան քննադատելու, կամ ձեր մեջքին մի ուրիշ մեկը կա, այսինքն դուք էլի ինքնիշխան չեք։ Կամ էլ մեկ ուրիշի նազիր վեզիրն եք, մեկ ուրիշի դրանշունն եք։ Դուք ձեզ ինքնիշխան, բանական, ինքնուրույն մի ներկայացրեք, դուք այդքան չկաք։ Ալիևի դեմ խոնարհվեն, Պուտինի հետ հաթաթայով խոսեն։ Այդպես չի լինում։ Բայց դեպքում ինչ հիբրիդային պատերազմի մասին է։ Դա ասվել է հիբրիդային, օրինաց եկյատն է էլի։ Խոսույթ է, շպրտել են մեդիա դաշտ, պարապ մարդիկ էս զբաղվում են դրանով։ Մի քանի ամիս էլ դրանից կխոսան, հետո ուրիշ մի բան կմոգոնեն։ Խոսենք ներքին խնդիրներից, մի քանի օր է համացանցը քննարկում է պարգևավճարների թեման, թե ինչպես գումարներ է հատկացվել նախարարներին, փոխնախարարներին եւ պատգամավորներին։ Պատգամավորները մոտ 3 միլիոն, նախարարներ են եղել, որոնք 9 միլիոնի չափ պարգևավճար են ստացել, 7 միլիոնի չափ։ Այս շռայլությունը ինչով է պայմանավորված։ Եվ ասում են, ինչ շռայլության մասին է խոսքը, նախարարները, պետաշխատողները պետք է բարձրատրվեն։ Հերթով գանք։ Կարող է, չվստահ չեմ։ Կարող է մարդիկ հասկանան, որ սա իրանց վերջին, այսպես ասած, նոր տարին է իշխանավարման, իրանք այլևս իշխանություն չեն լինելու, որոշել են ինչքան կարան քերեն։ Ահա, այս տարբերակ մեկ։ Կասկած։ Միգուցե իրանք հասկանում են, որ այս առաջիկա ընտրություններում իրենց համար լինելու են տհաճ անակնկալներ, օրինաչափ արդյունքներ են լինելու իրենց այս ամբողջ
արատավոր ընթացքի եւ հիմա որոշել են քերել ինչքան հնարավոր է։ Այսինքն Փաշինյանը չվերընտրվի, իրենք էլ դուրս մնան։ Կամ Փաշինյանը վերընտրվում է, բայց ամբողջ կազմը փոխված, չգիտեմ։ Մի խոսքով, որոշել են վերջի տարին իրանք իրանց պարգևատրել։ Այս ինքնապարգևատրումներ են, էլի, էսի հասկանանք։ Բայց այդքան մեծ գումարներով։ Հիմա մեծ գումարների մասին։ Ես միշտ կողմ եմ եղել, որպեսզի պետական պաշտոնյան բարձր վարձատրություն ստանա։ Այսինքն այդ պարգևը, օրինակ ազգային ժողովի պատգամավորը, չգիտեմ, հիմա 800,000 է ստանում, թող 2 միլիոն ստանա իր աշխատավարձ։ Ես դրան կողմ եմ, որովհետև չի կարա 800,000 դրամով նորմալ պարլամենտյոր լինի, էլի, նորմալ պատգամավոր լինի, ժողովուրդ ջան։ Էդի ասեմ իմացեք, միգուցե դասատուն այսքան է ստանում կամ չգիտեմ, այն մեկը թոշակառուն այսքան, ասես հարցի բոլորովին ուրիշ կողմն է։ Ռեալ խելքը գլխին մարդը պիտի անձնուրաց, էդի տիպար լինի, որ գնա 800,000-ով համաձայն, որովհետև նորմալ կադրերը այսօր իրավաբաններ կլինեն, տնտեսագետներ կլինեն, բժիշկներ կլինեն։ Իրանք վարձատրվում են այդ նույն ազգային ժողովի падգամավորի չափ մի բան էլ ավել, բայց առանց այդ ամբողջ մունաթի ու այդ ծանրաբեռնվածության։ Միշտ չի որ նորմալ կադրեր են լինում։ Օրինակ կա որ 10-րդ դասանի կրթության падգամավոր է դարձել։ Որովհետև 800,000 դրամով նորմալ մարդը չի դուրս գա մի հատ իրավաբանական կազմակերպությունից 2 միլիոն լինի, ինչը կրթվածներն են գալու։ Այո, հիմա դրա մասին էի ասում։ Ես գնում եմ հանդիպում եմ մի շատ ունակ կադրի հետ, աշխատում եմ մասնավոր բիզնեսում։ Ասում եմ արի մտի քաղաքականություն, գնանք պարլամենտ։ Ասում եմ Հայկ ջան, լավ էլի։ Ես այս ամեն ինչից պետք է հրաժարվեմ, գամ այդ մունաթի, հայոյանքի, օրը 24 ժամյա լարվածության ու այդ մեծ պատասխանատվության տակ մտնեմ, որ ինչ անեմ։ Հայհոյեն, անշնորհակալ ձևով վերաբերվել, հերիք չի, մի հատ էլ 800,000 աշխատավարձ ստանամ։ Չեմ ուզում ասում։ Դե ինքը չի ուզում, լիքը մարդ ուզում է հիմա։ Չկա այդպես մարդ, որ 2 միլիոնանոց կադր է, այդքան պահանջված է, 1 միլիոն, 1.5 միլիոնանոց կադր է աշխատավարձով։ Չկա այդպես կադր, որ այսքան իրան կայացրել է իր կյանքով մեկ, այսքանի հասել է ու ուզենա գա մտնի պարլամենտ։ Չկան այդպես մարդիկ։ Հա, բացառություններ ենթադրենք Արսենյանը կամ Խաչատուր Սուքիասյանը։ Այն էլ ժամանակ անցկացնում էլի, ասենք։ Հասկացաք։ Խաչատուր Սուքիասյան, չգիտեմ, Գագիկ Ծառուկյան, այս կարգի մարդկանցից են կողմ իր հալալ քրտինքով ամեն օր ապրող մարդը, որ վաստակում է 2, 3, 4, 5, 10,000 դոլար ամսեկան, չի թողնի իր մասնավոր գործը, գա մտնի երկրի հոգսերը հոգալու։ Էսի մեկ, իմ ասածը էս է, եթե դուք աշխատավարձ եք բարձրացնում, հարց չկա անգեր բարձրացրեք, բայց էդի ոչ թե պարգևավճար դրեք դուք ձեզ, որովհետև ես վաղը դառա պարլամենտյոր, ես ինքս ինչ չեմ պարգևատրելու, հա? Դու քեզ քո չես կարա պարգևատրես, այ մարդ, դա խնդիր է, էլի։ Շվեյցարիան ուրիշ ձև է այս հարցը լուծում։ Ասում ես 800,000 ստացի, գնա քո մասնավոր գործն էլ արա, շարունակի եկամուտներ ստանալ, նաև այտենց է Շվեյցարիան։ Չի արգելում, որ մարդը համ էլ աշխատի, մանկավարժա, կամ չգիտեմ, ինչ որ իրավաբանա կամ չգիտեմ տնտեսագետա, համ падգամավորական ուրեմն լիազորություններն է կատարում, համ իր մասնավոր գործն անում եւ երկու տեղից եկամուտ ստանալով ապահովում է իր անհրաժեշտը, որովհետեւ ենթադրենք հիմա 40-50 տարեկան մարդը 10-15 տարի ժամանակ է նրան մնացել իր կյանքով մեկ ինչ որ բան հետ գցելու։ Հիմա եթե այդ մարդը այդ ժամանակահատվածն էլ անցնում է հանուն պետության, հա, մի 5 տարի կամ վերընտրվում է 10 տարի էլ այդ ավյունը դրես դրա մեջ։ Դե տակ ինչ է մնում այդ մարդուն։ Այս տրամաբանությամբ ուրեմն երկու տարբերակ, կամ նորմալ վարձատրում եք, կամ վարձատրում եք սահմանափակ, այնինքն 500,000 դրամ աշխատավարձ ես տալի падգամավորին, բայց թույլ ես տալի, որ այդ մարդը ենթադրենք գնա ու իր մասնավոր բժիշկա գնա իր բժշկությունն էլ անի համատեղի, համ մի գործ, համ մյուս գործ։ Եվ շվեյցարանցիները ինչով են սա բացատրում։ Ասում են կյանքից չի կտրվում նման падգամավորը։ Եթե падգամավորը իր բուն падգամավորական գործունեությունից բացի շարունակում է աշխատել մարդկանց հետ, նա կյանքից չի կտրվում։ Իր մասնագիտության մեջ մնալով ինքը շարունակում է հիշել ինչպիսի խնդիրներ կան ոլորտում։ Իր մասնագիտության մեջ մնալով ինքը ոլորտի խնդիրները բացահայտում գնում որպես падգամավոր լուծում։ Հիմա դուք ողջունում եք այս ամենը։ Ոչ հիմա։ Ես ողջունում եմ աշխատավարձերի բարձրացումը, որը կստեղծի արդար խաղի կանոններ, որ դու կգնաս արդեն մարդուն կասես մասնավոր բիզնեսից ունակ կադրեր, եկեք պետական ապարատ, այստեղ աշխատեք, ձեզ այստեղ նորմալ աշխատավարձ է։ Եթե դու դա չես անում, թողում ես պարգևավճարների վրա։ Ստացվում է ինչ։ Ինչքան պարապ սարապ բարմեն, մարմեն, ստեղ ընդեղ ասենք 2 կոպեկ փախցնող կա, գալիս է մտնում է պարլամենտ որպես падգամավոր, իրենք իրենց պարգևավճարներ են տալու, այդ աթոռները ամուլ, անգործունակ, բայց զբաղեցված, պահում են 5 տարի շարունակ։
ես կողմ եմ բարձր աշխատավարձին։ Եթե Ես որակն դեմ եմ բարձրացնեն։ եւ ինստինկտիվ որակը կբարձրանան, ասում ես կբերեմ մասնավորից ես կբերեմ կադրեր։ Այնպիսի կադրեր, որոնք իրենց կյանքով մեկ ապացուցել են, որ արդար քրտինքով, գիտելիքով, կրթվելով իրանք հասել են ամեն ամիս 1, 2, 3 միլիոն Հիմա աշխատավարձ։ պատգամավորը ստանում է 2 միլիոն, ձեր ասելով թոշակառուն նույնիսկ 10,000 դրամ, 20,000 դրամ ասում է, որ ավելացնենք, ոչինչ չի փոխվելու նրա։ Պետք է հարցի մյուս կողմն, ուրեմն թոշակները հարցի մյուս Ինչու' այդ կողմն։ դեպքում բոլոր պետական աշխատողներին չեն Հիմա այդ պարգևատրել։ հի սովետական փդած բաները մեդան մի բերել Ինչու՞։ Ես ասեմ ինչու։ Ինչու' է փդած։ Որովհետև թոշակառուն լավ կապրի, եթե երկրում բիզնեսը լավ է ապրում, փողաշխատող մարդը լավ է ապրում ու հարկեր է տալիս, այդ հարկերից գնում հասնում է թոշակառուին։ Չի կարա երկրում բիզնեսը խեղտես, միջազգային դատարանի վճիռը անտեսես, հարկերը ամեն 6-ամյակ կամ ամեն տարի բարձրացնես աշխատող մարդու համար ու թոշակառուն լավ ապրի։ Թոշակառուի լավ ապրելը դա հետևանք է, հերավոր հետևանքն է աշխատող մարդու լավ ապրելը։ Դե հարկերը բարձրացնում է, պարգևավճար է տալիս, թոշակառուին չի տալիս։ 11000 դրամ, 200,000 դրամ աշխատող մարդկանց աշխատավարձի վրա 11000 դրամ տանում են լրացուցիչ առողջապահության ֆոնդ, չէ՞։ Իբրև թե առողջության ապահովագրության համար, որ ըստ էության պետպատվերն է վերանվանված։ Այսինքն այն ինչ առաջ պետպատվեր էր կոչվում, հիմա անունը դրել են առողջության ապահովագրություն։ Առաջ այդ պետպատվերը պիտի բյուջետ տրամադրեր, հիմա ասում են չէ, եկեք դուք մարդը 11000, ով 200,000 դրամից ավել է ստանում։ Այդ մյուսներն էլ Եվ թոշակառուներին են նաև դուք եկեք տվեք, մենք տանենք առողջապահ։ Սա հարկերի բարձրացում է, մոտավորապես 5%-ի չափով։ Սա 5% հարկերի բարձրացում է։ Ֆրանսիայում որ 1%, 2% հարկեր է բարձրացնում, փոթորիկ է սկսում երկրում։ Քաղաքներում բարիկադներ են կառուցվում։ Երբ որ Ֆրանսիայում 1%, 2% հարկեր են բարձրացնում։ Հիմա Հայաստանում 5%-ով կամ մինչև 5% արդար լինելու համար։ Մինչև 5% հարկեր են բարձրացրել հունվարի 1-ից։ Մեկը բռում կամ ճռռում, հա? Դուք տեսել եք ինչ որ մի վրթովմունք գարան պես այսենց ակաշները հեսա կվճարեն։ Դե հիմա 5-ից 10% սարքեցին, կրկնակեցին 100%-ով բարձրացրեցին շրջարկը։ Եղան հավաքներ, եղան բողոքներ, արդյունքը ոչ մի բան։ Իրավաբանների, հաշվապահների, այլ գործունեությամբ զբաղվող անձանց շրջարկեր 55%, փոխեցին հարկերը վերադասավորեցին, վերաձևեցին, դառավ 40%։ Ավելացված արժեքի հարկ ամուծում, իրավաբանը, որ դրսից ապրանք չի բերում, է վրան ավելացված արժեք հաշվես։ Ինքն իր գիտելիքով ստեղծում այ մարդ այդ արժեքը։ Հիմա ավելացած արժեքի հարկի տակ են մարդիկ, 40% աշխատել ես 10000 դրամ, 4000 դրամը պետք է տաս պետությանը, որ ինչ լինի, որ գնա այն հարկ չվծարողի եւ հարկից թաքցվողի, հարկերից թաքնվողի առաջ ասֆալտ փռի, ասի տես ասֆալտ եմ փռել։ Տես ասֆալտ եմ փռել։ Բյուջեն կրկնապատկել են Սերժեն ժամանակ, եկեք էսի մի հատ հիշացնեմ։ Քոչարյանի ժամանակ չեմ գնա, հենց Սերժ Սարգսյանի ժամանակ գնա։ Սերժ Սարգսյանի ժամանակ ասում են գիտեք ինչ կա։ Էս ինդիմություններ ասում Նիկոլ ենք էլի։ Ասում է թալանում են։ Բյուջեն թալանում են։ Դրա համար չի հերիքում, դրա համար չենք կարող անենք։ Հիմա իրանք իբր թե չեն թալանում։ Բյուջեն կրկնակի մեծացել է։ Տարեկան $1 միլիարդ էլ փող է ավելանում պետական պարտք։ Էլի չի հերիքում։ Էլի չի հերիքում։ 2 մետր ասֆալտ են անում, ուրիշ բան են անում։ 2 մետր ասֆալտից բացի, 2 հատ դպրոցի ռեմոնտ անելուց բացի։ Հա որ մի հատ բարերար մտնի այսենց, ամեն ռայոնում մի հատ խոպանչի մտնի, իր ռայոնի դպրոցները ռեմոնտ կանի դուրս կգա։ Այս այսինքն դա մի հոգու, մի հատ լավ բիզնեսմենի ձեռի շնորհք է, էլի։ Ամբողջ պետական ապարատը վերցրել են, էս են անում, բայց չի հերիքում։ Կրկնապատկվել է բյուջե, չի հերիքում։ Բան են անում, $1 միլիարդ տարեկան ավտո, բելի չի հերիքում։ Անգեր ինչ եք անում այդքան փողը։ Եթե դուք չեք թալանում, ինչ եք անում այդքան փողը։ Այդքան փողը ինչի չի հերիքում։ Ինչի էլի հունվարի 1-ից 11000 դրամ ամեն մեկի վրա ավելացավ։ Բայց եթե փողը չի հերիքում, բա այդ ինչ եք անում։ Հիմա դուք դժգոհ եք առողջապահական ապահովագրության համակարգից։ Առողջապահության համակարգ չկա, որ դժգոհ լինես կամ գոհ լինես։ Պետպատվերը վերանվանել են առողջության ապահովագրություն։ Ինչ գոհ լինեմ։ Գոհ եմ որ վերանվանել են։ Ոչ դժգոհ եմ։ Գոհ եմ որ մարդկանց էշի տեղ են դնում։ Ոչ դժգոհ եմ։ Թոշակառուներին ներառել են։
Ինչի՞ Առաջ մեջ։ չկար։ Պետպատվերի մեջ չկա այն թոշակառուներ։ 65 գումարած Հա, ավել ցուցակը անձանց չէր մեծացել։ թույլատրվում։ Ինչը շրջանական Այո, խմբերը մեծացվել են։ Հա, լավ, եւ նույնը որ պետպատվերի շրջանակը մեծացրել ես եւ ինչ ես մեծացրել։ Ինչն ես մեծացրել։ Մի քիչ իրանք առաջ կգնան սրա մասին ավելի մանրամասը կխոսանք առողջապահության ապահովագրությունը ասել եմ ու կրկնում եմ դա էս խելքով ապրող ու մտածող քաղաքական էլիտաների խելքի բանը չի դա նախ ի սկզբանե մինչև խելքի չգա ժողովուրդը եւ քաղաքական էլիտաները երգիրը լուծում չունի ուստեղ են չի որ հիմա Նիկոլ Փաշինյանին փոխենք Սերժ Սարգսյանին փոխին Լևոնին փոխին Լևոն Տեր-Պետրոսյանին փոխին օքեյ չէ լավը չէր հեշտ լավը չէր Ռոբերտ Քոչարյանը փոխվավ դժվար սա չէ Սերժ Սարգսյանն էր խնդրեմը փոխվավ կկու կարողա բնիցդ հոտ է սա քո վրից է հոտը գալի դու բնին ես անուն դնում Այս դառնում եմ արդեն ժողովրդական զանգվածներին ժողովուրդ ջան կարողա դուք եք հոտած կարողա հոտը ձեզնից է ոչ թե բնից հիմա Նիկոլը լավ չի էլի որ լավ չի բայց որ փոխենք լավն է գալու ոչ ինչի որովհետև միջև կառավարման համակարգը ընդհանրապես ամբողջ երկրի կառուցվածքը սահմանադրական մակարդակով չվերաձևես, չվերահիմնադրես ոչ մի ֆունդամենտալ հարց, ոչ մի ինստիտուցիոնալ խնդիր, համակարգային խնդիր չի լուծվելու։ Ուզում եք սրա մասին խոսակ, քանի րոպե է խոսում ենք, Հերմինե ջան։ Եվ ոչ միայն դուք, ես ձեզ մոտ բազմաթիվ անգամ եմ հարցազրույցների եղել եւ ոչ միայն ձեզ մոտ, եւ ոչ միայն ձեր լրատվականը։ Բազմիտ լսեք, քանի լրատվական եւ քանի լրագրողը ֆունդամենտալ փոփոխություններից խոսում հյուրերի հետ, Պարտադիր չի դուք ձեր հյուրերի հետ։ Ընդհանրապես նայեք բոլոր լրատվականները։ Տեսեք, քանիստ են ֆունդամենտալ խնդիրներից եւ փոփոխություններից խոսում իրենց հյուրերի հետ, քանիստ են բացատրում ինչու՞ է հիմնական խնդրեմը, ոչ թե անձերի, այլ համակարգերի խնդրեմը, եւ քանիստ են առաջարկում իշխանություն վերցնելու դեպքում առաջին հերթին զբաղվել այդ հիմնադիր խնդիրների լուծումներով։ Քանի հոգի։ Դե դուք ասել եք, որ համանդրության փոփոխությամբ եք։ Համանդրությունը կարած փոխել ամենատարբեր ձևերով։ Համանդրության փոփոխությունը ինքնանպատակ չի։ Ուղղակի այդ հիմնադրույթները, որոնք պետքա վերանայել, դրանք սահմանադրական տեսք են ստանում, որ երկրում դառնում են իրավական եւ աշխատող։ Եթե դրանք սահմանադրության մեջ չեն արձանագրված, սահմանադրության մեջ արձանագրված է այն, ինչ հիմա կա, կամ այն, ինչ արդեն Նիկոլեն խոստացել են փոխել, որոշ մանրամասներ հայտնել են, էլի։ Եթե այհա այդպիսի կոսմետիկ մակերեսային փոփոխություն է լինում, ոչ մի էական տեղաշարժ չի լինելու։ Մի քիչ ավելի լավ է լինելու, ասեմ, ժողովուրդ, մի քիչ ավելի լավ է լինելու։ Այսօր ցանկացած մեկը, որ 1000 ներողություն, բանում, եթե չեմ սխալվում, Թայլանդում է, եթե չեմ սխալվում, լսած բաներով եմ ասում, էլի կարծրատիպային։ Այդպիսի բան կա, ամեն ընտանիքի ավակ աղջիկը վերջը գնում է մարմնավաճառությամբ է զբաղվում, որ իր տունը պահի։ Տենց ընդունված է։ Այդ մարդիկ դրան այդքան էլ ված չեն նայում։ Հիմի ժողովուրդ ջան, ստես լուծումներ էլ կան, գիտեք։ Եվ հաշտեք սրա հետ։ Հիմա դուք այդ դրա քաղաքական տարատեսակն եք անում։ Դուք այսօրվա կոնֆլիկտը ձեր երեխեքի վրա եք դնում այդ արունը, ձեր թորների վրա եք դնում, են չծնված, Զանգեզուրի միջանց տալով։ Դուք այդ Տայվանի, կներեք, Թայլանդի այդ Չակերտավոր էլի ասում, սա կարծրատիպային բան եմ ասում։ Ենթանենք մի հատ ուրիշ երկիր է։ Դուք այս մոտեցումից ինչով է տարբերվում ձեր մոտեցումը։ Ինչով է տարբերվում։ Հիմա ժողովրդի մեղավորությունը տեսնում եք, պետք է դուրս գային, դժգոհություն հայտնեին։ Կան առանձին գործող անձինք մեղավորներ։ Ստորագրեր, Միջզորյանը գնար ստորագրեր։ Լսեք, այսօր չհնարավոր չի մի օրում բան փոխել, բայց հնարավոր է, չէ, ասում եմ, հարցերին մոտենալ խորքային։ Եվ ժողովուրդ էլ որ ասում են, դա միասեռ զանգված չի, տարբեր կարծիքներ, տարբեր ճաշակներ, տարբեր շահեր, դա բազմության, բազմազանության մի հատ այսպեսի ամբողջություն է։ Այդ բազմազանության մեջ մի հատ կարևոր բան կա։ Ուրեմն կան մի խումբ, որը իր մակերեսային կեցվածքով լծվել է երկիրը իբր թե առաջնորդում իրականում տուրն է տալի եւ կա մեկ այլ խումբ, որը կարող է խորքային մոտենալ, դա էլ пассивություն է ցուցաբերում։ Ասում եմ, չեմ գնա ես քաղաքականություն։ Նրանք նույնիսկ չեն ասում, չեմ գնա ես ընտրատեղամաս ընտրություն անեմ։ Բա ում ընտրես, բա ով կա էլ։ Ա մի հատ լավ կողերդ նայի։
Վերջի վարան հայլու մեջ դա, եթե մարդ չկա, դու ինքդ քեզ առաջադրի։ Եթե չես տեսնում, այդքան մարդու չնման չհավանես, հարց չկա։ Ինքդ քեզ հայլու մեջ նայի։ Միգուցե դու քեզ առաջարկես, որտեղ երկու տարբերակ կա, 1000 ներողություն ժողովուրդ։ Եթե սաղ վատն են, ու յանի դու էլ լավն ես, արի բա քեզ առաջադրի։ Եթե դու էլ ես անպետքի մեկը, այդ դեպքում քո ասած խոսքը բանի իմաստ չունի, հա, որ մյուսները վատն են։ Վատը դու ես։ Հա, որտեղ այնքան անպետք ես, որ դու քեզ չես կարա առաջադրես։ Էսա լուծումը, կամ դուք գտնում եք մեկին, ով բավարարում է ձեր պահանջներին, մեծ մտածելակերպին, ձեր քաղաքական պահանջներին, տնտեսական պահանջներին, գնում եք այդ մարդուն ձայն եք տալի, կամ դուք ինքներդ եք առաջադրվում, եթե այդպիսի մեկին չեք գտնում ձեր կողքերը։ Այդպես տունը նստած, պպզած, յոլա գնալով, այտենց հարց չի լուծվի։ Եվ վերջին հաշվով այսպիսի հանձնումներով, ոնց որ Զանգեզուրի Միջանցքի հանձնելն է, դա այդ Թայլանդի օրինակն է, որ ավակ աղջիկը պետք է գնա մարմնավաճառություն անի, որ մյուսները լավ ապրեն։ Մյուսները կարողանան այսքան բրինձ ճարեն, բանա, սնվելու համար։ Սա հարցի լուծում չի։ Այսպիսի մոտեցում չի կարելի։ Ես չեմ ընդունում ու չեմ հաշտվում դրա հետ։ Ով որ չի հաշտվում դրա հետ, երևի թե մենք ընդհանուր ճանապարհ ունենք անցնելու առաջիկայում կերևա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի հիմնադիր Զավակներ նախաձեռնության համահիմնադիր Բժիշկ Հայկ Մանասյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։